Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի, որպես ընտանեկան բժիշկ, որոնք են հիմնական ձեր գործառույթները։ Նախ որպես ընտանեկան բժիշկ մեր գործառույթը սկսվում է հիվանդությունների կանխարգելումից, այսինքն պրոֆիլակտիկ աշխատանքից, որը ինչպես պրոֆպատվաստումների միջոցով են կատարում, այնպես էլ սկրինինգային ծրագրերով հիվանդությունների կանխարգելումը։ Մենք որպես ընտանեկան բժիշկ սպասարկում եմ եւ մանկական ազգաբնակչության եւ մեծահասակներին 18 եւ բարձր ազգաբնակչության սկրինինգային ծրագրեր են կատարում նախ եւ առաջ, որը նախ առաջին հերթին հիվանդը մտնում է չափ քաշ հասակ ենք որոշում, հիվանդին կշռում ենք, հասակն ենք չափում, որոշում ենք քաշ հասակային ինդեքսը, այսինքն դրա հետ կապված մենք որոշում ենք քաշի եւ հասակի համապատասխանությունը, որի հետ կապված են շատ հիվանդություններ, որի ավելցուկի պատճառով կամ պակասի ինչու ոչ եւ դրանից սկսվում է արդեն մեր գործընթացը այնուհետեւ եթե ամեն ինչ նորմալ է մենք անցնում ենք ճնշման չափման մեծահասակ ազգաբնակչության շրջանում զարգերակային ճնշում ենք չափում որի հետևանքով նաեւ կարող է հիվանդը ինքը չիմանալով ունենա բարձր զարգերակային ճնշում որի հետևանքով արդեն ունենում է տարբեր կանգատներ չիմանալով որ ինքը հիպերտոնիկ հիվանդ է օրինակ ինչպես նաև ունենում է քաշի ավելցուկ, քաշհասակի ավելցուկ 25 ինդեքս եւ բարձր, որի հետևանքով նորից զարգերակային գեշճնշում, շաքարային դիաբետ եւ առաջի հերթին մենք սկսում ենք այդտեղից քաշի պակասեցնելու գործընթացից, որը բերում է այդ տվյալ չափանիշների արդեն կարգավորմանը։ Եվ այսպես քաշհասակ գերճնշման որոշում կան նաև տարբեր սկրինինգային ծրագրեր։ Սկրինինգ կատարում ենք առողջ ազգաբնակչության շրջանում, կանանց շրջանում, 30-ից 60 տարեկան ազգաբնակչության կանանց շրջանում, պապ քսուկի որոշում, այսինքն արգանդի վզիկի քաղցկեղի որոշման համար կատարում ենք այդ տեստը, այդ սկրինինգը, որի հետևանքով ստանում ենք տարբեր պատասխաններ, ըստ որի կարող ենք որոշել նորմալ է կնոջ այդ վերարտադրողական օրգանների վիճակը, թե ոչ, արգանդի վզիկի վիճակը տվյալ դեպքում։ Կանանց հետ կապված ինչպիսի այլ սկրինինգային ծրագրեր եք իրականացնում։ Այլ սկրինինգային ծրագրեր այս պահին չունենք, կատարվել է մեկ տարի առաջ մամոգրաֆիա, սարքը բերվել դրվել ազգային, չէ, ուռուցքաբանական կենտրոնի կողմից է կատարվել այդ սկրինինգային ծրագիրը, բերվել դրվել է մեր պոլիկլինիկայի բակում եւ 50-ից 69 տարեկան կանանց մոտ կատարվել է մամոգրաֆիա, որի հետևանքով վաղ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղը եւ տարբեր թեկուզ եւ բարվորակ գոյացությունները կրծքագեղձի եւ որը շատ դրական արդյունք տվեց, այսինքն դրական արդյունք տվեց այն իմաստով, որ վաղ հայտնաբերման համար։ Այս հոկտեմբեր ամիսը կարծես թե կրկին մամոգրաֆիկ հետազոտության ամիս է հայտարարվել, կանանց մոտ կա այսպես ոգևորություն գալ, ստուգվել կամ թեկուզ ցեզանից հարցնել, ուր գնանք, որտեղ ստուգվենք։ Բավականին ակտիվացել է այդ հատկապես երիտասարդ կանանց շրջանում ակտիվացել է այցերը, այդ փոքր ինչ-որ անախորժ վիճակ նկատելու դեպքում իրենք դիմում են, այդ ակտիվացել է եւ գնում են, պատկերացրեք, առաջվա այն կարծրատիպերը չէ, որ ասում են տանակը ոսկորին հասնի, չէ, այդպես չէ, հիմա արդեն հաճախում են, անհանգստանում են,
Փաստորեն կանայք սկսել են իրենց ավելի շատ սիրել, այո, եւ սա ողջունելի է։ Սկրինինգային այլ ծրագրերից տեղյակ ենք նաեւ, որ կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգն է ձեզ մոտ։ Ներկայումս կա կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, որը 50-ից 75 տարեկան տղամարդկանց եւ կանանց մոտ է հայտնաբերվում, եւ եթե աստված մի արասցե հայտնաբերվում է դրական արդյունք, արդեն հետագա հետազոտությունների է գնում հիվանդը, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, անվճար, որը շատ դրական։ Դա հարաբերական է ասված դրականը։ Դրական այն իմաստով, որ վաղ հայտնաբերման իմաստով է։ Այո, վաղ է հայտնաբերվում եւ եթե անվճար է արվում, դա հիվանդին շատ օգուտ է։ Տղամարդկանց մոտ է ավելի շատ հաճախ հանդիպում այս հիվանդությունը, թե կանանց։ Անկեղծ ասած ավելի շատ կանայք են հաճախում։ Ես չեմ կարող ասել ինչն է պատճառը, իսկ եթե տղամարդիկ կարող է կինը ինքը հաճախում է, տղամարդուն ամուսնուն հետը բերում է այդ անալիզը։ Իսկ տղամարդիկ ինչու ասենք չեն գալիս, տհաճ հետազոտություն է, թե տհաճ հետազոտություն չէ, ընդամենը կղանքի հետազոտությունն է, իմ կարծիքով, չգիտեմ, երևի մեր մենտալիտետն է, էլի որ կանայք են ավելի շատ հետաքրքրված եւ իրենց եւ տղամարդու առողջությունով այսպես։ Կարող ենք արձանագրել, որ մեզ մոտ հա մեր իրականության մեջ կանանց այդ գիտակցական մակարդակը ավելի բարձր է։ Այո, եւ իրենց համար են հետաքրքրված իրենց տղամարդու համար, ամուսնու օրինակ համար։ Ընդհանրապես սկրինինգային ծրագրերը որքանով են կարևորվում մեր իրականության մեջ։ Սկրինինգային ծրագրերով մենք շատ հիվանդություններ ենք հայտնաբերում։ Շատերը չգիտեն իրենց հիվանդության մասին, որը հայտնաբերվում են սկրինինգային ծրագրերով, կանխարգելվում են, բուժվում են, ինչու ոչ։ Եթե վիրահատական է, վիրահատվում են։ Եվ սրանք վերջին տարիներին ավելի շատ իհարկե եղել են տարիներ առաջ այդ սկրինինգային ծրագրերը, բայց հիմա գնալով ոնց որ ավելանում են, որը շատ դրական տեղաշարժ է մեր համար։ Հիվանդությունների այդ կանխարգելման հետ կապված նաև ուզում եմ անդրադառնանք պատվաստումներին։ Ինչպիսին է գործընթացը, կա աշխուժություն այստեղ։ Աշխուժություն նկատվում է, դե աշխուժությունը այս վերջի տարիներին է նկատվել արդեն մյուս հիվանդությունների հետ կապված 0-ից 1 մինչև 6 տարեկան երեխաների, զինակոճիկների համար։ Աշխուժություն է նկատվել վերջին տարիներին նաև այդ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ կանխարգելման նպատակով կատարված պապիլոմավիրուսի դեմ կարդասիլով կատարված պատվաստման վերաբերյալ իմ կարծիքով երիտասարդ կանայք ավելի երևի գրագետ են մոտենում, երևի ավելի ճիշտն են կարդում, ոչ թե վատ գրած ինֆորմացիաները։ Այս պատվաստման կիրառման ժամանակ բավականին թրերով դիմավորեցին։ Սկզբից շատ, այո, սրերով դիմավորեցին, կարելի է ասել։ Տպավորություններ, որ իրենց ուզում են սրանով վնաս հասցնել, բայց արդեն հետագայում տարբեր կարծիքներ եղան, ուզում են ազգին դարձնեն չբեր, այսպես ասած, ազգը պակասացնեն եւ այլն, բայց գնալով տեսան, որ չէ, պատվաստվողներն էլ լավ հղիացան, երեխաներ ունեցան, ինչու ոչ, եւ իհարկե մենք դեռ ունենք ժամանակ, որ տեսնենք արդյունքը հետո, թե ինչ չափով պակասեց արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ Եվրոպայում ահագին բավականին ժամանակ է տրված այդ պատվաստանյութը եւ իրանք արդեն արդյունքը տեսել են։ Ցուցանիշները, այո, պակասել են, այսինքն մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի հասնենք դրան, որպեսզի տեսնենք մենք արդյունք ունենք, թե ոչ։ Հավանաբար կունենանք, չեմ կարծում, որ չենք ունենալու։ Քանի որ հիմա կարծես թե կրկին ակտիվացել են սուրշնչարական վիրուսները, գրիպի դեմ պատվաստումը ինչպես է ընթանում։ Գրիպի դեմ մենք մեծ քանակով պատվաստանյութ ենք ստացել եւ պատկերացրեք բավականին ակտիվ պատվաստվում են թե մեծահասակները, մենք ունենք տարբեր խոցելի խմբեր,
որոնք պետք է պատվաստվեն, որոնք նախորոք մենք պլանավորում ենք, մեր բուժքույրերը մենք պլանավորում ենք, հրավիրում ենք իրենց պատվաստում ստանալու, դրանք 6-ից 5 տարեկան, 6 ամսեկանից 5 տարեկան երեխաներն են, մինչև 65 տարեկան, 18-ից 65 տարեկան հիվանդները, քրոնիկ հիվանդները, դիսպանսեր, 65-ից մեծ դիսպանսեր հիվանդները, ինչպես նաև 65-ից մեծ առողջ ազգաբնակչություն, ինչպես նաև տարբեր կոլեկտիվներում աշխատողներ, մանկատներում, ինչու ոչ դպրոցներում, փակ տարածքներում, նախ առաջարկում ենք եւ պարտադիր է իրենց համար, որովհետեւ փակ տարածքներ են դրանք, խոցելի խմբերում են աշխատում, օրինակ մանկատունը գծված է մեր պոլիկլինիկային, Գյումրու երեխաների տունը, որտեղ մեծ մասամբ, այսինքն բոլորը համարահիվանդ երեխաներ են եւ պարտադիր պատվաստում են եւ աշխատողները եւ երեխաները, որպեսզի կրկնակի հիվանդություն չառաջանա։ Այո։ Իսկ ընդհանուր առմամբ ընտանեկան բժիշկ եւ բուժարու այս կապը ինչպես է ձեզ մոտ ստացվում։ Ձեր խոսքի սկզբում նաեւ նշեցիք, որ գործ ունեք նաեւ մանկահասակ երեխաների հետ։ Ում հետ է ավելի դյուրին։ Դե ես որպես մանկաբույժ իհարկե մանուկների հետ, բայց ժամանակի հետ ոնց որ հարմարվել եմ, սովորել եմ արդեն մեծերի հետ էլ աշխատանք։ Բացի դրանից ես օրինակ ես ինքս աշխատել եմ այդ տեղամասում երեխաների հետ, որոնց հետո ներգրավել եմ ընտանիքի անդամներին։ Ոնց որ արդեն ընտանեկան, ճիշտ ընտանեկան բժիշկ, այդ կապը բարիբուն իմաստով իրանց ես գիտեմ արդեն օրինակ 30 տարի եւ ավել այդ նույն ընտանիքին, արդեն իրանք այդ ընտանիքի երեխան, նորից երեխա ունի եւ այսպես շարունակ։ Արդեն հենց ընտանեկան բժիշկ է դառել, էլի ոնց որ թե այդ նույն տեղամասում, նույն ընտանիքում։ Եվ կարծես թե կապը ավելի հեշտ է։ Այո, ոնց որ ընտանիքի նման հարմարվել ես, կապվել ես իրենց հետ։ Պատվաստումային գործընթացից հրաժարվողներ կան։ Այո, ինչքան էլ զարմանալի է, այսքան այս արդի ժամանակների, այսքան լրագրամիջոցների, այս ամեն ինչի, բայց հրաժարվողներ կան, նույնիսկ կրթված մարդիկ իրենց երեխաներին հրաժարվում են պատվաստելուց։ Կա հստակ պատճառաբանություն։ Չէ, իրանք չունեն։ Ես օրինակ բացատրում ես, ասում ես, ես բացատրում եմ, քեզ դա այդ պատվաստումն ինչի համար է, այս հիվանդությունները կանխարգելելու, օրինակ թեկուզ ջրծաղիկը կանխարգելելու, որպեսզի եթե անգամ հիվանդանաբարդություններ չառաջանան ջրծաղիկից եւ այլն։ Ես բացատրում եմ քեզ, դու բացատրի, թե ինչի համար չես ուզում։ Ինքը չունի, պատճառաբանություն չունի, չեմ ուզում։ Ու գրում են իրանք, հենց հանգիստ գրում են, որ ես հրաժարվում եմ։ Իհարկե պակասել են, էլի պակասել են։ Նախկինում օրինակ այդ Gardasil-ը մենք շատ քիչ ենք պատվաստել, շատ, ասենք ամսվա մեջ 1-2 պատվաստում հազիվ ենք կատարել 13 տարեկանների շրջանում, բայց հիմա չէ։ Հիմա օր կա մի քանի հատ, մի քանի հոգի նույն տեղամասից անգամ։ Իրենք են գալիս, թե դուք եք հրավիրում ենք, բայց իրենք գիտեն, որ 13 տարեկան ինքը պատվաստում ունի այդ աղջիկը եւ գալիս են։ Անկամ տղամարդիկ են պատվաստվել շատ, հա։ Ողջունելի է։ Բացի դրանից, օրինակ ինչպիսի ավելի շատ հիմնականում հա սեզոնային բնույթ կրող հիվանդություններից որոնք են ավելի հաճախ հանդիպում։ Սեզոնային բնույթ օրինակ տարածում ունի այս վերջին շրջանում ջրծաղիկը։ Չի կարելի ասել սեզոնային հիվանդություն է, բայց տարածվել է։ Իհարկե պատվաստումը ներդրվելուց հետո ոնց որ թե ավելի պակաս, բայց թե մանկապարտեզներից, դպրոցներից ոնց որ թե կա, էլի ջրծաղիկը կա։ Մյուս պատկերացրեք լուծերը օրինակ պատվաստումների հետ կապված պակասել են։ Նախկինում մենք ամռանը շատ լուծեր էինք ունենում երեխաների շրջանում։ Լուծի դեմ մենք ռոտավիրուսի պատվաստում է, որը մեծ մասամբ լուծերը պայմանավորված էին ռոտավիրուսով։ Պնևմոնիաներն են քչացել, այսինքն թոքաբորբերը երեխաների շրջանում էլ ոնց որ պնևմովիրուսի դեմ պատվաստում են կատարում պնևմակոկի դեմ վիրուսի, չէ, սխալ ասեցի, ու պակասել են
Դա կապում ենք մեծ մասամբ կապում ենք մեր պատվաստումների հետ, որովհետև հիմա համարյա մենք լուծ չենք ունենում ամռանը։ Իսկ նախկինում շատ։ Կոնկրետ ջրծաղիկ պատվաստումը ում է ցուցված։ Կոնկրետ այս պահին մենք կատարում ենք 1 տարեկան երեխաների շրջանում պատվաստում, 4-ից 6 տարեկաններին դեռ չենք արել, բայց այս 1 տարեկանները կդառնան այդ տարիքի կստանան 4-ից 6 տարեկանում ու զինակոչիկներին ենք պատվաստում կատարում։ Հոժարակամ են գալիս, թե բարդություններ են առաջացնում։ Դե չեն առաջացնում, պատկերացրեք զինակոչիկները պատվաստվում են, հա։ Երեխաներին էլ եթե ստանում են կարմրուկի հետ, 1 տարեկանի կարմրուկի հետ պատվաստումը, ԿԿԽ-ի կարմրուկ խոզուկ, մի հատ էլ ջրծաղիկ հոժարական պատվաստվում են։ Որովհետև երևի թե գիտակցում են ջրծաղիկի բարդություններն էլ։ Դեղորայքի տրամադրման կարգի հետ կապված փոփոխություններ տեղի ունեցան վերջերս։ Այո, այս վերջին ժամանակներում կատարվեց փոփոխություն, բավականին ցանկը մեր ավելացավ դեղորայքի, այսինքն ոչ թե ներպոլիկլինիկական, մենք դեղորայքը դուրս ենք գրում, հիվանդը գնում է դեղատուն, դեղատունից անմիջապես ստանում է։ Բայց հիմա ժամկետը հա երկարացրել։ Ժամկետները երկարացրել են, մենք գրում ենք հիմա 90 օրվա համար, եւ այսինքն հիվանդը եթե ուրիշ խնդիրներ չունի, եթե ինքը մեզ դիմելու ուրիշ հարցեր չունի, էլ մեզ չի դիմում, միանգամից դեղատնից ստանում է դեղորայքը 90 օրվա համար եւ իմ կարծիքով այդ ահագին պակասացնում է իրենց չարչարանքը, որ ամեն ամիս պետք է գային, գրել տային դեղորայքը։ Իսկ իրենք ինչպես են վերաբերվում այս փոփոխությանը։ Շատ լավ, շատ դրական, որովհետև այնպիսի տեղեր ենք մենք հիմա ունենք այդ ցանկում, որ նախկինում չի եղել։ Ահագին թանկարժեք, ահագին շատ որակով դեղորայք ենք տրամադրում, որը շատ դրական էլի դինամիկա է մեր համար, մեր հիվանդների համար։ Թիմային աշխատանքը պոլիկլինիկայում ինչպես է ձևավորված։ Դե թիմային մենք ընտանեկան բժիշկներ ենք, մեծ մասամբ չէ, թերապևտներ ունենք, նաև մանկաբույժ ունենք, չեմ կարող ասել թիմային աշխատանք որպես այդպիսին, աշխատում ենք բոլորս մեր տեղամասերով։ Իսկ համագործակցություններ այլ կլինիկաների հետ։ Այլ կլինիկաների, այո, մեծ մասամբ ուղարկում ենք Գյումրի կենտրոն, եթե ինչ-որ խնդիր, իսկ եթե Գյումրի կենտրոնը, այսինքն եթե տվյալ հիվանդությունը անհասանելի է Գյումրի կենտրոնի համար ուղարկելու, կարողանում ենք ուղարկենք Երևան, այսինքն մենք եթե հիվանդը պետք է ուղարկվի ստացիոնար բուժման կամ հետազոտման, մենք տեղն էլ չենք նշում, Հայաստանի Հանրապետությունում տրամադրում ենք ուղեգիր եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հիվանդանոց ինքը կարող է հաճախել, որը իրեն է հարմար։ Սահմաններից դուրս խնդիրների չի հանդիպում, չէ։ Վերապատրաստումների հաճախ եք մասնակցում։ Այո, շատ հաճախ։ Եվ ինչ են դրանք տալիս ձեզ։ Դե շատ նորություններ ենք լսում վերապատրաստումներից, թե հիվանդությունների համար, թե արդի դեղորայքի առումով վերապատրաստումների մասնակցում ենք։ Կիրառություն գտնում եք դրանք ձեր առօրյա աշխատանքում։ Իհարկե, բնականաբար ունենում ենք կիրառություն։ Այ հաճախ բուժարուների հետ շփման արդյունքում լինում են դեպքեր, երբ ավելի բարդացված են գալիս, որովհետև չեն դիմել ժամանակին բժշկի եւ ինքնաբուժությամբ են զբաղվել։ Պատահում են, անգամ պատահում է ինքը ինքնուրույն դեղորայք է օգտագործել, գալիս է եւ արդեն չես իմանում ինչ անես, օրինակ շատ հաճախ նախկինում ավելի շատ հիմա ոնց որ պակասել է, գալիս էին գրիպով հիվանդ, արդեն մեծ դոզաներով անտիբիոտիկներ ստացած, որը գրիպին ընդհանրապես օգուտ չէ։ Արդեն պետք է բարդացած լինի թոքաբորբով կամ ուրիշ բարդություններով, որպեսզի ինքը օգտագործի անտիբիոտիկը, բայց արդեն գալիս է ինքը օգտագործած ու արդեն այլ չգնում, այո, անելանելի վիճակի մեջ, որ հիմա ինչ նշանակեմ, եթե դու արդեն այդքան մեծ դոզայով անտիբիոտիկ ես ստացել, ուժեղ անտիբիոտիկ այսպես։
Եվ հետևաբար արդեն քանի որ մեր հաղորդումն էլ մոտենում է իր ավարտին, ես կուզենամ լսել որպես մասնագետ ձեր հորդորը եւ կոչը մեր հեռուստադիտողներին։ Ես հորդորում եմ գոնե առողջ ազգաբնակության շրջանում գոնե տարին 1-2 անգամ հաճախեն, հետազոտվեն, կատարվի որպեսզի այդ սկրինինգային հետազոտությունները իրենց մոտ վաղ հայտնաբերվի հիվանդություններ, եթե այդպիսի կան, իհարկե չեմ ցանկանում որ լինեն, բայց այնուամենայնիվ ավելի ճիշտ է։ Թող հաճախեն, պարտադիր չէ որ հիվանդը հաճախի, թող առողջ ազգաբնակությունը հաճախի։ Հիմա մեծահասակների շրջանում նաև ուրիշ պատվաստումներ կան, օրինակ դիֆթերիայի պատվաստում 10 տարին 1, որը մեր բնակիչները խուսափում են, չգիտես ինչու։ Այդ նույն Գարդասիլի պատվաստումը կա կանանց շրջանում, որը նորից խուսափում են, եթե հաճախեն, հաստատ կիմանան, հաստատ կպատվաստվեն ու ավելի քիչ կլինի մեր հիվանդացությունը իմ կարծիքով։ Այսինքն թող առողջները հաճախեն մեզ, մենք չզլանան եւ հաճախեն դիմեն բժշկին։ Այո։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանին։ Ինչպես բժշկուհին նշեց, մի զլացեք եւ ժամանակին դիմեք բժշկի։ Առողջ եղեք, Մեդինֆոն էր եթերում։